Բարով։ Լավ է, նկարվի, հա? Եստանք? Մեծ։ Հա, բու, չէ։ Մեր քաղաքը դաշինքի առաջնորդ Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է Ստրոյմար թաղամասի բնակիչներին խոսել նրանց ուզող հարցերից։ Իր խոսքում մեր քաղաքը դաշինքի առաջնորդը նշել է, որ տեղյակ է թաղամասում առկա աղբահանության խնդիրներին, հատկապես, որ չեն թույլատրում փողոցի հատվածներում աղբեր կղեր տեղադրել։ Մարտուն Գրիգորյանը բնակիչների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ իրենք այդ հարցի լուծման հետ կապված ունեն շատ հստակ ծրագիր։ Մենք դրա հետ կապված ունենք մի հատ հետաքրքիր ծրագիր, որը մեր նախընտրական ծրագրով ներկայացված է այդ ամեն ինչը։ Ուրեմն խոսքը վերաբերվում է ստոր գետնյա աղբար կղներին, այսինքն գետնի տակ փորվում է եւ արվում է բիտոնի սպադեր խճապատված հատակով, որը ապահովում է նաեւ ջրահեռացումը, տրինաժը եւ վերևում արդեն ինքը արգղներ են, մետաղական արգղեր են եւ տարանջատված այնտեղ մի քանի տեսակի։ Անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի այն հայտարարությանը, որ մանկապարտեզները դառնալու են անվճար, Մարտուն Գրիգորյանը շեշտել է, որ նման որոշում պետք է կայացնի ավականին։ Պիտի ավականին տար համաձայնություն, որ անվճար քաղաքի բյուջեի հաշվին երեխաները գնային մանկապարտեզներ։ Այդ որ իրենք հայտարարել են արդեն, շատ լավ են արել։ Մենք ընտրվելու պարագայում անպայման հետևողական ենք լինելու։ Եթե քաղաքային բյուջեն է չունեցավ հնարավորություն այդ ծրագիրը իրականացնելու, մենք կառավարությունից ենք պահանջելու, որ ձեր խոստումն է եղել ու այդ խոստումը պիտի իրականացվի։ Տվեք գումարներ, որպեսզի անենք։ Մեր քաղաքը դաշինքի առաջնորդն իր ելույթն ավարտել է նշելով, որ Գյումրու ոչ միայն երեխաները պետք է անվճար մանկապարտեզ գնան, այլև սպորտային ու մշակութային դպրոցների սաները։ Մեր քաղաքը դաշինք, Մարտուն Գրիգորյան, Քվեաթերթիկ, համար 8։